Կրկին մենք եթերում հանդիպել ենք ամփոփելու թվային տվյալները, որոնք մեզ ուղարկվում են ընտրատեղամասերից։ Նշենք, որ պատկերը եւս մեկ անգամ փոխվել է։ Այս պահին մեր գործընկերներին խնդրենք էկրանին ցուցադրել 9 նոր ընտրատեղամասերից եկած ցայլերի շնորհիվ փոխված արդյունքները, որը տեսնելու եք գրաֆիկական պատկերով։ Իսկ ես ու գործընկերս ասիկից ես կներկայացնենք եւս 5 ընտրատեղամասի արդյունքներ։ Այս պահին 31-ի 9 ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը ունի 220 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 136 ձայն։ Հարգելի հեռուստադիտողներ, նշեմ, որ 31-ի կոտորակի 9 ընտրատեղամասում ապրելու երկիր կուսակցությունն ունի 19 ձայն, Մայր Հայաստան դաշինքը 48 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ունի 13 ձայն, Եվրադաշինքը 37, Դեմոկրատական այլընտրանքը ունի 27 ձայն։ Մեր քաղաքը դաշինքը ունի 84 ձայն, Իմ հզոր համայնքը ունի 88 ձայն։ Եվ անցնելով 31-ի 53 տեղամասին, նշենք, որ քաղաքացիական պայմանագիրը ունի 202 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ունի 220 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունը 31-ի 53 ընտրատեղամասում ունի 33 ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 20 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 19 ձայն, Եվրադաշինքը ունի 20 ձայն։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն ունի 9 ձայն, Մեր քաղաքը դաշինքն ունի 65 ձայն եւ Իմ հզոր համայնքը ունի 54 ձայն։ Եվս մեկ անգամ նշենք, որ տվյալները թարմացված են, այս պահին դուք լսում եք նոր եւս 5 ընտրատեղամասերի թարմացված արդյունքները, իսկ էկրանին հաճախ կարող եք տեսնել մեր գործընկերների կողմից փոփոխվող գրաֆիկական պատկերի միջոցով եւս 9 ընտրատեղամասերի փոփոխված արդյունքներ, իսկ մենք նաեւ ներկայացնենք 31-ի 61 ընտրատեղամասի արդյունքները։ Սարիկ Մինասյանը, ով գլխավորում է քաղաքացիական պայմանագիրը, ունի 194, Վարդան Ղուկասյանը ունի 47 ձայն։ Կարեն Մալխասյանը ապրելու երկրից ունի 20 ձայն, Կանե Սիմոնյանը Մայր Հայաստան դաշինքից ունի 18 ձայն։ Արտյոմ Թումանյանը այստեղ ունի 5 ձայն, իսկ Լևոն Բարսեղյանը Եվրադաշինքով ունի 32 ձայն։ Դեմոկրատական այլընտրանքը Արտյոմ Ղարաղազարյանի գլխավորությամբ ունի 5 ձայն, Մեր քաղաքը դաշինքը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ունի 52 ձայն եւ Իմ հզոր համայնքը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ ունի 33 ձայն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, սրանք նախնական արդյունքներն են, բայց այս պահին լսենք նաեւ 31-ի 35 ընտրատեղամասում ինչ պատկեր ունենք։ Քաղաքացիական պայմանագիրը ունի 208, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ունի 89 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունը 31-ի 35 ընտրատեղամասում ըստ նախնական տվյալների ունի 9 ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 39 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 7 ձայն, Եվրադաշինքը 26, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը ունի 12 ձայն։ Մեր քաղաքը դաշինքն ունի 53 ձայն, Իմ հզոր համայնք կուսակցությունն ունի 44 ձայն։ Եվ հասնում ենք մեր թարմացված տվյալների վերջին ընտրատեղամասին, 31-ի 82 ընտրատեղամասում Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր է, այսինքն ունի 172, իսկ Վարդան Ղուկասյանը ունի 38 ձայն։ Կարեն Մալխասյանը ապրելու երկրից ունի 10 ձայն, Կանե Սիմոնյանը Մայր Հայաստան դաշինքից ունի 20 ձայն։ Արտյոմ Թումանյանը այստեղ հավաքել է 3 ձայն, Լևոն Բարսեղյանը ունի 10 ձայն։ Դեմոկրատական այլընտրանքից հավաքել են 24 ձայն, Մարտուն Գրիգորյանը Մեր քաղաքը դաշինքից հավաքել է 96 ձայն, իսկ Ռուբեն Մխիթարյանը Իմ հզոր համայնք կուսակցությունից հավաքել է 16 ձայն։ Այնուամենայնիվ, ինչպես եւ մենք տեսանք, ընդամենը րոպեներ առաջ պատկերը լրիվ ուրիշ էր, բայց մենք սպասում ենք նոր թարմացումներին, քանի որ մեր գործընկերները մեզ ասում են, որ ունենք տվյալներ, ասեք ընտրատեղամասերի արդյունքները շարունակում են փոփոխվել, թարմացված արդյունքները մեր գործընկերները փոխանցում են էկրանին այս պահին եւս 9 նոր թարմացումների արդյունքում ունեցած գրաֆիկական պատկերը, ինչ է օրինակ դու կարծում այն բոլոր խախտումները, որոնք մենք այսօր արձանագրեցինք, արդյոք վաղը մենք ունենալու ենք հնարավորություն լուսաբանելու այդ ամենի իրավական ընթացքը։ Հրաչ, ես կարծում եմ, որ կունենանք իրավական գնահատական տալու գործընթացը լուսաբանելու հնարավորություն, իսկ իրավական ընթացք տալը կդժվարանամ ասել, թե ինչ ժամանակահատվածում կունենանք։ Ամեն դեպքում այս պարագայում եթե խոսենք թվային տվյալներից, դրանք շատ արագ են փոփոխվում։ Այս պահին մենք ունենք 82 ընտրատեղամասից ընդամենը մի քանի ընտրատեղամասերի արդյունքներ, այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, մենք դեռ եթերում ենք, աշխատում ենք արտակարգ ռեժիմով եւ պարբերաբար կլինենք ես եւ Հրաչը ուղիղ եթերում
ձեզ հաղորդելու թվային նոր տվյալներ։ Բայց իհարկե մենք շարունակում ենք այս բանին եւս, որովհետեւ մեր գործընկերները հուշում են, որ կա նոր թվային տվյալներ, որը միանշանակ մենք փոխանցելու ենք ձեզ թարմացնելով, բայց հիշեցնենք, որ պատկերները փոփոխվում են, քանի որ նաեւ ընտրատեղամասերը տեղաբաշխված են այնտեղ, որտեղ նաեւ տեխնացուների թաղամասերն են, սա եւս շատ կարեւոր նշանակություն ունի, ինձ թվում է գործընկերներս եւս կհամաձայնվի, որովհետեւ Գյումրին փոքր քաղաք է եւ մեր ծանոթները շրջապատը հա ձևավորվում է ըստ մեր տարածքի նաեւ թաղամասի, այնպես որ ամեն ինչ դեռ արժևում է, թվերը միանշանակ փոփոխվելու են, իսկ մեր գործընկերները հաշված վայրկյաններից մեզ տալու են նոր թվային տվյալներ։ Ասեք ինչ ես կարծում թվային պատկերը, օրինակ մենք այս ընթացքում ունեցել ենք մասնագիտական տարբեր վերլուծություններ, թե օրինակ առաջին երյակը ինչպիսին է լինելու, բայց այն ինչ ունենք հիմա համապատասխանում է քո պատկերացրածին կամ լսածին մասնագետների կողմից, որովհետև մենք գիտենք, որ այս ընթացքում 18 այս բանին ունենք 18 ընտրատեղամասերի արդյունքներ, որոնք այժմ կարող ենք ներկայացնել նաև մեր հեռուստադիտողին։ Այո, Հրաչ, այս բանին մեր գործընկերները մեզ փոխանցել են նոր տվյալներ 18 ընտրատեղամասերից եւ այսպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 18 ընտրատեղամասերից ունի 35.82% ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 21.91% ձայն, Ապրելու երկիր կուսակցությունն ունի 4.74% ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 7.66% ձայն, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 1.19% ձայն, Եվրադաշինք կուսակցությունների դաշինքն ունի 4.36% ձայն 18 ընտրատեղամասերից, ըստ նախնական տվյալների էլ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն էլ ունի 3.21% ձայն, մեր քաղաքակուսակցությունների դաշինքն ունի 12.64% ձայն, իսկ Իմ հզոր համայնք կուսակցությունը 8.46% ձայն։ Ես նաև հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ գյումրեցիները ունեին 111236 ընտրողներ ընտրելու հնարավորություն, այդ հնարավորությունից օգտվել է 47450 ընտրողներ։ Այսինքն 42.66%-ը, որը նոր ցուցիչ է, որովհետև կրկին այսօր անընդհատ նույն թեմայի մասին ենք խոսում, բայց վստահ եմ, որ վաղը եւ քաղաքական դաշտով վերլուծող մասնագետների կողմից մենք լսելու ենք, որ սա երևի թե չհաշվարկած թվային տվյալները, որովհետև այս ընթացքում լուսաբանումների ընթացքում անգամ հենց քաղաքական ուժերի կողմից մենք երբեք այս թվային ցուցիչների մասին չլսեցինք, բայց այնուամենայնիվ ձևաչափը ու սպասելիքները փոփոխվեցին, իսկ մենք հավանաբար արդեն նոր թվային տվյալներով կրկին փոքր-ինչ հետո կլինենք եթերում։ Շնորհակալություն, որ մեզ հետևում եք, բայց մենք ունենք կրկին նոր թվային տվյալներ, մեր գործընկերները հուշում են եւ մենք չենք ստապում ձեզ հրաժեշտ տալ, որովհետև քաղաքական ուժերի այս թվային հաշվարկը եւս հուշում է, որ ինչպես քաղաքացիների մոտ կա հա ներվերի դարում սպասում են, թե ի վերջո մեծամասնությունը ու ընտրության մասնակցած մեծամասնությունը ում է վստահելու Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավարումը, դա լինելու է կոալիցիա, թե մեկ միասնական դաշինք կամ կուսակցություն, դա ինձ թվում է հաշված ժամեր անց պարզ է դառնալու։ Այս բանին մենք կարող ենք նաև մեր էկրաններին տեսնել թարմացված վեկտորային տվյալները, որը մեր գործընկերները պատրաստել են, թվային տվյալները կրկին նշում եմ անընդհատ փոփոխվում են եւ այս բանին դուք մեր էկրաններին տեսնում եք, թե ինչ պատկեր ունի Գյումրեցու ՔՎ-ի վերջին հաշվարկով մինչեւ այս պահը ունեցած քաղաքական ուժերի բալանսը։ Մեր գործընկերներին երևի թե հենց այսպես էլ ես հարց ուղղեմ, արդյոք շարունակելու ենք, թե փոքր-ինչ ընդմիջվենք ու վերադառնանք նոր տվյալներով։ Շատ լավ, մենք ավարտում ենք այսքանով այս եթերաժամը, բայց փոքր-ինչ հետո մենք կրկին կլինենք եթերում, որովհետև թվային տվյալները կայծակնային արագությամբ փոխվում են, որն էլ փոխում է նաև ընդհանուր պատկերը։